Երբ հաճախորդն ասում է, որ պետք է մտածի, պետք է նրան հաջորդաբար տաս 3 հարց։ Դրանցից հետո արդեն պարզ կլինի նա քեզնից կգնի թե ոչ։ Սա ոչ մի դեպքում այն հարցերից չէ, ինչպիսին է իսկ ինչի մասին եք մտածելու։ Հասկացա, դետալները պետք է մտածել, բայց ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում։ Այս հարցը թույլ է տալիս հասկանալ, արդյոք հաճախորդը սկզբունքորեն պատրաստ է դիտարկել առաջարկը։ Եթե նա ասում է, որ ընդհանուր առմամբ լավ է, անցնում ենք երկրորդ հարցին։ Այժմ պետք է հստակություն։ Եթե գնահատեք 10 բալանոց սանդղակով 0-ից 10-ը, ինչքան կգնահատեք։ Եվ ինչու ոչ 10-ը։ Այստեղ մենք ստանում ենք ամենակարևորը՝ մեր առաջարկի հստակ գնահատականը։ Ավելացնում ենք մի փոքր ժպիտ թեթևության համար եւ հարցնում. ինչու ոչ 10-ը։ Եթե 10-ը լիներ, հաճախորդը արդեն կգներ, բայց նա ասում է, որ մտածելու է, այսինքն հիմա մեզ պետք է ճիշտ հասկանալ նրան եւ փակել գործարքը։ Միացիր վաճառքի կառավարման մեր դասընթացին եւ սկսիր վաճառել, ինչ ուզում ես եւ ում ուզում ես։